Վերջին անգամ 1 տարի 2 ամիս առաջ մայրտաճար գնացած հայ առաքելական ներկայացող Փաշինյանը մոռացել է, որ եռագույնը ծածանվում է այնտեղ եւ առաջարկում է եկեղեցիներում կամ դրանց մուտքի մոտ դրոշ կախել։ Պետք է քննարկվի նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում եկեղեցիներում կամ մուտքի մոտ կամ ներսում Հայաստանի պետական դրոշի առկայության հարցը, որը Այս առաջարկով Փաշինյանը ռիլ է հրապարակել այս առավոտյան իր սկանդալային գրառումից հետո, որով առաջարկում էր կիրակնօրյա պատարակները սկսել պետական հիմնը երգելով։ Նա նախ գրել էր, թե 301 թվականին պետությունն է որոշել ստեղծել հայ առաքելական եկեղեցին, ուրեմն պետք է օրներքը հնչի պատարակից առաջ։ Հայոց եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրերի ցանած կառավարության ղեկավարի Հայոց եկեղեցու պատմության այս մակարդակի գիտելիքները ստիպել են քաղաքացիներին կասկածել, որ Փաշինյանը առհասարակ հոգևոր գիտելիքներ ունի։ Ընդամենը 1 շաբաթ առաջ է Փաշինյանն իր կրոնական թափառախմբով Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում հայ եկեղեցին ստեղծած Թադևոս եւ Բարդուղիմեոս առաքյալներին նվիրված պատարակին մասնակցել։ Պարզ է, չէ՞ որ այս հայտարարությունն է, ինչի մասն է խոսքը։ Նույնիսկ Փաշինյանի կաբինետում գիտեն, որ Տրդատ երրորդը չէ եկեղեցու հիմնադիրը։ Դե հա եկեղեցին չի հիմնադրել պետությունը բարձր։ Ես կարծում եմ նպատակը եւ գաղափարը մեր պետության, պետականության գիտակցման, պետության ամրության եւ միասնականության գիտակցման մեջ է։ Հետո որ օրներքի կատարման պարտադրանքը ավելի հոգևոր թվա, Փաշինյանը մի մեջբերում է արել պատարակից, դպիրների շարականը վերագրելով քահանային։ Պատարակի տեքստում Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու մի այսպիսի հատված կա եւ դրանով մեկնարկում են քահանաները ըստ էության պատարակը, ասում է հետեւյալը. խորհուրդ խորին Եկեղեցու բարենորոգչի Տիտղոսին ձգտող Փաշինյանն ասում է, թե քահանան այս շարականով է սկսում պատարակն այն դեպքում, երբ հայ առաքելական եկեղեցում տերունական աղոթքն է պատարակի սկիզբը, նախքան դա էլ սատանայից հրաժարվելուց է անում պատարակիչը։ Քո վերին պետությունը հրեղենների դասը գերապանց փառքով զարդարեցիր։ Մենք խոսք է գնում վերին պետության մասին, վերին պետության մասին եւ պատարակից առաջ պետական օրհներքի հնչեցնելը կարձանագրի կապը վերին եւ ներքին պետությունների միջև։ Ով է մեկնում պատարակները Փաշինյանի համար, որ ըստ նրա վերին պետություն ասվածը հանրապետության նման մի բան է ու կարելի է այսպես կոչված դիվանագիտական հարաբերություններ հաստատել դրա հետ։ Դրանք այն դասերն են հրեշտակների, որոնք որ սպասավորում են Աստծուն եւ միջնորդ են մարդ Աստծո հարաբերություններում։ Հիմա հրեշտակներն նաեւ կոչվում են падգամավորներ կամ падգամաբերներ։ Հիմա ինչ վերցնենք այդ նույն տրամաբանությամբ, ասենք որ ազգային ժողովի падգամավորները այդ նույն հրեշտակներն են, ինչ որ մեր պատկերացած հրեշտակները, ոչ իհարկե։ Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմում ծառայող Տեր Զարե Քահանան մանիպուլյացիա է անվանում Փաշինյանի արածը։ Մանիպուլյացիա կա, կամ անգրագիտության հետևանքը հոգևոր անգրագիտության, կամ էլ մանիպուլյացիա կոնկրետ մեր ժողովրդին խաբելու համար։ Հատուկ աղանդավորների ոճին, որտեղ աղանդավորներն էլ շատ ժամանակ սուրբերեն խոսքը նենգափոխում են։ Հոգևորականները հիշեցնում են, պետության հանդեպ եկեղեցու վերաբերմունքը Հայաստանի անկախացման առաջին օրն է երևացել 91-ի սեպտեմբերի 21-ին Վազգեն առաջինի ձեռամբ հանրապետական մաղթանք է կատարվել։ Դրանից հետո դա ամենամյա ավանդույթ է դարձել մայիսի 28-ին ու սեպտեմբերի 21-ին։ Ալբերտ Սերոպյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։